Ողջույն սիրելիներս, Տերը օրհնի ձեզ։ Գիտեք, այս Գալկիրակի մենք ամեն մեկս պատրաստվում ենք նշելու մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի հարությունը, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց։ Նա երրորդ օրը հարություն առավ։ Եվ Աստվածաշունչը ասում է, ով Իսրայել, պատրաստվիր քո Աստծուն դիմավորելու։ Սիրելի քույրեր, եղբայրներս, խոսքը սրտի պատրաստության մասին է եւ ոչ թե սեղանների։ Եվ ես կոչ եմ անում, որ մենք պատրաստվենք մեր Աստծուն դիմավորելու։ Մենք պատրաստվենք այդ օրը օրհնելու մեր Տիրոջը եւ երգելու, փառաբանելու, օրհնելու նրան, որ մեռելներից հարություն է առել եւ կենթանի է եւ ապրում է քո մեջ, ապրում է ամեն մեկիս կյանքի մեջ։ Սիրելիներս, թող մեր սրտերը իրականում լինեն պատրաստ եւ եկեք իրականում այս օրերի մեջ մենք ունենանք լավ ժամանակ Աստծո հետ անցկасնելու եւ խնդրելու, որ Աստված մեր սրտի աչքերը լուսավորի, որ մենք տեսնենք, թե ինչ կա մեր սրտերի մեջ, որ չպետք է լինեն եւ ինչեր կան, որ պետք է լինեն, բայց դեռ չկան։ Եվ թող Տեր իրականում մեր կյանքերը լցնի իր փառավոր եւ օրհնյալ ներկայությունով։ Բայց կոչս նա է, որ ամեն մեկս պատրաստվենք, մեր սրտերը պատրաստենք, ունենանք ժամանակ Տիրոջ հետ անցկасնելու, փնտրելու Աստծո երեսը եւ կանչելու նրա փառավոր ու զորավոր անունը։ Այո, թող այդ երրորդ օրը, որ եղավ հարություն, քո կյանքի մեջ լինի հարություն։ Թող քո կյանքի մեջ լինի պատասխանի օր, թող քո կյանքի մեջ լինի բժշկության օր, օրհնության օր, երկինքը բացվի եւ Տիրոջ առատ օրհնությունները թափվեն հենց քո կյանքի մեջ Հիսուսի անունով։ Տեր օրհնի ձեզ, պատրաստվիր մեր Տեր ու Փրկիչ Սիրելի Հիսուս Քրիստոսի փառավոր հարությունը տոնելու, որովհետև նա մեռած Աստված չէ, նա կենթանի Աստված է եւ ապրում է քո մեջ։ Եղիր օրհնված Հիսուսի անունով։ Ամեն։